Բարի օր հայրենակիցներ, ես հիմնականում խոսելու եմ ամսի 18-ի բողոքի ցույց հանրահավաքի մասին։ Ցույցը ես եմ կազմակերպում, հանրահավաք կլինի, եթե դուք կամենաք։ Սա մեր շարքն է արդեն, հունվարի 30-ից 3 անգամ ուրբաթ օրերին մենք բողոքի ցույց ենք իրականացրել, բավական արդյունավետ եւ մամուլն է արձագանքել եւ քաղաքացիներն են տեղյակ, բայց դա շատ հեռու է նաև գործնական նշանակություն ունենալուց։ Իսկ գործնական նշանակությունը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանի մեղմ ասած կատարած տարօրինակությունները, ել չեմ խոսում ապօրինությունների, իրավախախտ գործողությունների մասին, դրանք ցույց են տալիս, որ մենք ճգնաժամային վիճակում ենք եւ մենք պետք է սահմանազատվենք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ապօրինի կեցվածքից, այլ նաեւ հենց իրենից, որովհետեւ բավական է միայն մի բան, այն որ ինքը ուրացավ Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ ինքնորոշման սկզբունքը մեր քաղաքակրթության հիմքերի հիմքում է։ Դա նշանակում է, եթե մենք առողջ բանականություն ունենք, եթե մենք հայերս ուզում ենք ապագա ունենալ, պիտի ասենք, դա մեզ հետ կապ չունի։ Հիմա, ինչպես ես իմ էջում գրել էի, փետրվարի 18-ը, որ մենք ավանդաբար նշում ենք հատուկ միջոցառումներով, այս տարի նույնպես կնշենք, սակայն տոնական մասը մենք միացրինք բարեկենդանի հետ եւ այսօր քննարկեցինք, թե ինչպես նախապատրաստենք, ինչպես ծրագրենք այդ միջոցառումը։ Փետրվարի 18-ի ցույց հանրահավաքը եզրափակիչ իմ նախաձեռնած ցույցերի ամենուրբաթյա ցույցերի շարքի եզրափակիչ գործողություններն է այս փուլի համար եւ այս պայմաններում մենք քննարկում ենք, թե հատկապես ինչպես մարդկանց իրազեկենք։ Անցած շաբաթ մեր կատարած թռուցիկների տարածման միջոցով գործողությունը իրեն չարդարացրեց։ Հետևաբար մենք վերադարձանք այս համացանցային եղանակին։ Իմ ընկերները այն կարծիքին են, որ ճիշտն այն կլինի, որ մենք համացանցի միջոցով շարունակենք իրազեկել մարդկանց, այնպես որ առաջիկա 2 օրերի ընթացքում ես եւ համացանցային լրատվամիջոցների օգնությամբ եւ անմիջական այսպիսի ելույթներով կխոսեմ դրա մասին։ Ինչ իրավախախտումների մասին է խոսքը։ Վերջին օրերին շատ է շեշտվում այն, որ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ կատարվող գործողությունները արդեն անցնում են ամենադժգույն սպասումների հնարավոր զարգացումների շրջանակը, դրանք շատ ավելին են, քան կարելի էր անգամ պատկերացնել։ Բայց մենք ունենք ապօրինի ձերբակալությունների դեպքեր, ունենք քաղաքական կառավարներ, ունենք հարկային տերոր սոցիալական պետության մեջ այնպիսի հարկեր են դնում, որ մարդը ստիպված է մտածել միայն այդ հարկոտուրքերից մի կերպ դուրս գալու մասին։ Էլ չեմ խոսում վարքեվավճարների մասին, որ նույնպես սոցիալական պետության մեջ անհար։ Գիտեք, ինչ-որ բան կարելի էր տալ, բայց այդպիսի մեծ գումարներ համատարած աղքատության պայմաններում մեզ բոլորը անթույլատրելի են։ Եվ մենք ընդհանուր վերնագրով ոչ իրավախախտումներին այդ նշանաբանով կարող եմ ասել մեր միջոցառումների շարքը փետրվարի 18-ին կեզրափակենք, ձեր աջակցությամբ դա կարող է լինել գործնական նշանակություն ունեցող, կամ էլ եթե չեք կամենա, հիմա ես չեմ իրավունք չունեմ, ասեմ, դե Աստված ձեզ հետ։ Ես ժամանակին 20 տարի իմ անձնական կյանքից կորցրել եմ նրա համար, որ դուք հասնեք եւ հասել եք ձեր աջակցությամբ։ Հիմա էլ եթե ուզում եք հասնել ինչ-որ լավ անգրվանի, այստեղ էլ ես պատրաստ եմ։ Մեկ անգամ ձեզ իր օգտակարությունը ապացուցած մարդը պետք չունի, որ ձեզ ապացուցի, թե ինքը կարող է օգտակար լինել։ Ձեզ փող կխոստանան, հազար մի բան կխոստանան։ Ես ինքնորոշում եմ խոստացել եւ մենք ստացել ենք այնինչ հարյուրամյակներ չունեինք պետականություն։ Հիմա էլ ես ասում եմ, որ դրանից ոչ պակաս կարևոր է այն, որ քաղաքացին դառնա երկրի տերը։ Տեսեք, նայեք ձեր շրջապատում, բոլորը աշխատում են ընտրությունների համար։ Մենք պիտի ընտրվենք, մենք աթոռ եք ուզում։ Մի հատ մեծ աթոռ սարքեք, նստեք վրան։ Քաղաքացուն երկրի տերը դարձնելն է գլխավոր նպատակը։ Այստեղ է 10-րդ անգամ Նիկոլ Փաշինյանին տրված է հանրագիր։ Մենք փետրվարի 18-ին պատասխան ենք ստանալու, թե ինչ ընթացքի մեջ է։ Մենք ընդհանրապես մի բան ենք ասում. քննարկեք Հայաստանը աշխարհի ամենաբարձր մակարդակի երկիրը դարձնող նախագիծը։
Եվ այդ բանն ասողը ձեզնից մեկն ու մեկը չի, որ ոչ մի կապ չունի քաղաքակրթական ձեռքբերումների հետ, այլ այն մարդն է, որին ժամանակին 300 միլիոն մարդ վստահել է ժողովրդավարության զարգացումը, ու դա արձանագրված է մարդկության համար հնարավոր ամենաբարձր մակարդակով։ Ով շատ է հետաքրքրված, կարող է գալ եւ տեսնել են պատվոտախտակը, որի վրա արձանագրված է մենք, եւ ինչ մակարդակով ամերիկյան բարձրագույն իշխանությունների եւ սովետական միության եւ արևելյան Եվրոպայի այն ժամանակվա տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ուրեմն ասածս հետեւյալն էր. փետրվարի 18-ին կկամենաք ինչ որ բան փոխել մեր կյանքում եւ ոչ ասել բացասականին։ Սա հնարավորություններից մեկն է։ Փետրվարի 18-ին ժամը 5-ին կառավարության դիմաց։ Այո, հենց կառավարության դիմաց որոշ մարդիկ վախենում են։ Դե գոնե հայելու դիմաց կանգնենք, ասենք մենք վախենում ենք կառավարության առաջ կանգնել։ Կամ էլ ասում եք իմ երեխաների ապագան վտանգի տակ է, ես գնամ տեսնեմ մի հատ ասեմ ինչ ես ասում, այ Նիկոլ։ Ինչի՞ չես ուզում որ երկրի տերը մենք դառնանք, ախր դու ով եղար քո մակարդակով որ բոլորիս փոխարեն որոշումներ ընդունես եւ սանձարձակ որոշումներ ու գնաս նույնիսկ հայ առաքելական եկեղեցու դեմ սրբությունների դեմ։ Մենք էլ ենք ուզում որ բարեկարգվի մեր կյանքը, բայց մենք հիշում ենք որ այդ ամենը կարող է լինել միայն եթե մենք հավատարիմ ենք մեր հայրերի ավանդույթներին։ Աստուն, կեսարինը կեսարին, մի մոռացիր։ Հիմա քաղաքացիներ ձեզնից շատ բան է կախված։ Ձեզնից է կախված ինչ երկիր մենք կունենանք։ Մի անգամ դա արդեն հասկացել եք։ Փետրվարի 18-ին ժամը 5-ին գարեցեք, միասին կորոշենք հետագա զարգացումները։ Բոլոր նրանք, ովքեր ասում են պետք է միավորվել, ասեք ինչ հարցում միավորվենք։ Չեք ասել, ես եմ ասում։ Միավորվում ենք քաղաքացուն երկրի տերը դարձնելու հարցում եւ իրավախախտումներին ոչ ասելու հարցում։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք։ Մնացյալը փետրվարի 18-ին միասին կքննարկենք։